Ինչ պատմական անցքեր են թաքցնում Գառնի ամրոցի պարիսպները։ Երբ եւ ով է կառուցել Գառնիի տաճարը։ Ինչ աստվածության էին երկրպագում հնագույն գառնեցիները։ Որն է ի վերջո հեթանոսական բոլոր սրբարանների մեջ միայն այս տաճարի հարատևման գաղտնիքը։ Գառնի, ինչ է թաքցնում պատմության վարագույրը։ Որն է ողբերգական անցքերի ժամանակակցի վկայությունը։ Դավաճանություն, արդարության մասնակի հաստատում, պայքար։ Փորձենք պարզել քրիստոնեության դարաշրջանի արշալույսին տեղի ունեցած դեպքերի ընթացքը։ Գառնի ամրոց հնավայր գտնվում է Կոտայքի մարզի Համանուն գյուղում Ազատ գետի աջափին, առավելապես հայտնի է Համալիրի կենտրոնում վերխոյացող Սյունազարդ տաճարով։ Ավանդությունը Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի ծոր Գեղամին, որի թոռան Գառնիկի անունից էլ ծագել է տեղանունը։ Մեր թվարկությունից առաջ 2166 թվական։ Բնության այս գողտրիկ անկյունը, բացառիկ բնական պաշտպանվածությամբ այս հրվանդանը չէր կարող վրիպել հայոց արքաների ուշադրությունից։ Ավելի քան 100-ամյակ իրականացվող հնագիտական հետազոտությունները փաստում են, որ իրոք Գառնին վաղ բրոնզի դարաշրջանից ի վեր, մինչև ուշ միջնադար, հանդիսացել է ռազմական հզոր ամրոց, պալատական համալիր եւ հարուստ գյուղաքաղաք։ Հնագիտական աշխատանքների արդյունքում այստեղ հայտնաբերվեց Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի բնակավայր, նաև ուրարտական ամրոցի հետքեր, հիմքեր, բայց այս պարիսպները, որ դուք տեսնում եք, սրանք կառուցվել են Քրիստոսից առաջ 2-րդից 3-րդ դարերում։ Ընդհանրապես, պարիսպը համալիրը ունեցել է նաև բնական ամրություններ, ձոր, անմատչելի ժայռեր, իսկ որ կողմը, որ պետք էր պաշտպանել, կառուցվել է հզոր ամրոց 14 ուղղանկյուն աշտարակներով։ Գառնիի մասին վաղագույն վկայագիրն այստեղ է։ Արգիշտի առաջինին վերագրվող ուրարտական սեպագիր մի արձանագրություն, որտեղ առաջին անգամ հիշատակվում է Գառնյանի երկիրը։ Այս ժայռաբեկորը հայտնաբերվել է 1954 թվականին և գիտնականների կարծիքով Գառնիի տարածքում հայտնաբերված ամենակարևոր գտածոներից մեկն է։ Այստեղ ուրարտական արձանագրության մեջ պատմվում է Գառնիի տարածքը գրավելու և բնակիչներին գերեվարելու մասին։ Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գառնյանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը, երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդուկին ես քշեցի։ Այս գեղատեսիլ վայրում վեր խոյացող ամրոցն ու պալատական համալիրը երկար դարեր շարունակ ամառային նստավայր են հանդիսացել հայոց արքաների համար, բայց պատմության ծանր վարագույրի ետևում թաքնված է դավաճանության իրական մի պատմություն։ Երաշտական հիասքանչ այս ստեղծագործությունը Հենդելի Ռադամիստ օպերան է։ Գրական գեղարվեստական մի շարք երգեր են նվիրված սիրո տխուր մի պատմության։ Բայց քչերը գիտեն, որ այդ պատմությունը սկիզբ է առնում Գառնի ամրոցից, հայոց արքայի դավադիր սպանությունից։ Կորնելիոս Տակիտոսը հռոմեական նշանավոր պատմիչ մանրամասն նկարագրում է այն պատմական դեպքերը, որոնք ընթացել են Գառնիի ներսում եւ նրա շուրջ։
Գառնին առնչվում է այն դեպքերի հետ, երբ Վիրքի Իբերիայի թագավորի որդին Ռադամիսը մոտենում է Գառնիի ամրոցին բանակցելու համար իր հորեղբոր մեծ հայքի թագավոր Միհրդատի հետ։ Բանակցությունները ընթանում են մի կողմի համար պարիսպների առաջ, մի կողմի համար պարիսպների գագաթից։ Ռադամիսը ասում է հորեղբորը, որ խոստանում եմ ոչ մի կերպ, ոչ ջրով, ոչ հրով, ոչ սրով քեզ չսպանել, խնդրում եմ ուղղակի բաց անես դարպասները եւ միասին կարողանանք քննարկել մի քանի խնդիրներ։ Միհրդատը իր կնոջ հայոց թագու հետ բաց է անում Գառնիի դարպասները, այս երկուսին փաթաթում են գորգերի մեջ եւ բրացեց անելով ծեծում եւ խեղդում են։ Տակիտոսը շեշտում է, որ թեև հայերը երկար ժամանակ սովոր էին ստրկության, սակայն հնազանդությունը մի կողմ են դնում, ապստամբվում, զենք վերցնում եւ տապալում Ռադամիստի, որը ստիպված է լինում փախչել կնոջ Զենոբիայի հետ միասին։ Փախուստի ճանապարհին ուժասպառ Զենոբիան խնդրում է ամուսնուն սպանել իրեն եւ նետել Արաքսը, որպեսզի իր մարմինը անգամ բաժին չհասնի իրենց հետապնդողներին։ Ռադամիստը դաշունահարում է նրան եւ նետում գետը։ Զենոբիան սակայն ողջ է մնում, նրան գտնում են հովիվներն ու հանձնում Տրդատ արքային, որը Միհրդատի դստերն ընդունում է մեծ պատվով։ Գառնին դառնում է թատերաբեմ հետագա նաեւ տասնամյակների ընթացքում, երբ Հայաստանում փորձ էին անում հիմնավորվել արշակունիները։ Պարթևները ակտիվացան այս ժամանակ, քանի որ պարթևական գահը անցել էր Վաղարշ III-ին, պարթևական հզոր թագավորներից մեկին, եւ նա ամեն կերպ ջանում էր, որպեսզի հայկական գահը հայ մեգիստանների իհարկե ցանկությամբ եւ օժանդակությամբ անցնի նրա եղբորը Տրդատին, որը պարթևական պետության մեջ քրմապետի պաշտոններ էր կատարում։ Մեր թվարկության 57 թվականին Գնեոս Դոմիտիոս Կորբուլոնը, ապա նաև Պետոս Զորավարը արշավում են Հայաստան։ Չնայած հայ պարթևական ուժերի կատաղի դիմադրությանը, Կորբուլոնը ավերում ու հրկիզում է Արտաշատը, ապա գրավելով նաև Տիգրանակերտը, Հայաստանը հայտարարում է նվաճված։ Եվ տեղի ունեցավ մի ճակատագրական բախում Հռանդեավայրում, Ծոպկում, հայ պարթևական ուժերը փայլուն հաղթանակ տարան անհեռատես Պետոսի ուժերի նկատմամբ, որի հետևանքով տեղի ունեցավ զինադադար, շատ ծանր հռոմեական ուժերի համար հռոմեացիներին անցկացրեցին ուղղակի լծի տակով, երկու ուղղաձիգ նիզակների վրա հորիզոնական ամրացված էր եւս մի երրորդ նիզակ եւ հռոմեացիները կծկվելով պետք է անցնեին այդ նիզակի տակով, որը ամենավիրավորականն էր հռոմեական փառապանց բանակի համար։ Շատ չանցած Տրդատը պարտության է մատնում հռոմեացիներին եւ ի նշան հաշտության կնքվում է պայմանագիր, համաձայն որի մեր թվարկության 66 թվականին Տրդատ արքան Հռոմում գահ է ստանում Ներոն կայսեր կողմից, ինչպես նաև 50 միլիոն արծաթե դենար, որով նա վերականգնում է Արտաշատ մայրաքաղաքը եւ վերակառուցում Գառնիի համալիրը։ Ըստ ընդունված տեսակետի, հենց այս պատմական անցքերն են նախորդել Գառնիի ամրոցի վերակառուցմանը եւ տաճարի կառուցմանը։ Բայց վարկածները բազմաթիվ են եւ դժվար չէ խճճվել, ինչպես ասում են, ինքը մեկ, խնդիրները հազար ու մեկ։ Գառնիի հեթանոսական տաճար համաձայն ընդունված տեսակետի կառուցվել է մեր թվարկության 77 թվականին։ Տաճարը կանգուն է եղել մինչև 1679 թվականը, ավերվել է կործանիչ երկրաշարժից։ Վերականգնվել է 1970-ական թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի կողմից։
Храм построен из базальта. Տաճարը կառուցված է բազալտից։ Ամենատարածված բազալտե կառույցները գտնվում են Սիրիայի հարավում եւ Հայաստանի հյուսիսում։ Այստեղ ուսումնասիրություններ կատարվել են դեռևս 30-ական թվականներից։ Фриз Մենք կարող ենք տեսնել, որ խոյակները արված են խորը փորվածքով։ Դա ցանցկեն փորագրության տեսակ է, որն ի հայտ է եկել 2-րդ դարում փոքր մակերեսների, սարկոֆագների, իսկ 3-րդ դարում արդեն մեծ սարկոֆագների վրա։ Ահա սա է տարբերությունը։ Ուշադիր զննելու դեպքում կտեսնենք խոյակների լայնացումները, որոնք եւս խոսում են, որ սա ուշ շինություն է։ момент использования Դռների շրջանակների փորագրությունները բնորոշ են 2-րդ դարի կեսերին։ характерно именно для середины второго. Բացի այդ, մենք մոռանում ենք, որ հենց այդ ժամանակաշրջանում է, երբ կառուցվել են պալատական շինություններն ու բաղնիքը, որոնք հստակ թվագրվում են մեր թվարկության 2-րդ դարի կեսով։ Которые четко датируются середины второго века. Այսպիսով ստացվում է մի ամբողջ համալիր։ Что такое Իսկ ինչ է իրենից ներկայացնում 2-րդ դարակեսը։ когда армия Դա այն ժամանակաշրջանն է, երբ Հայաստանը նորից դարձավ Հռոմի դաշնակիցը։ Рима Եթե մինչ այդ Հռոմն ընկալվում էր իբրև թշնամի, ապա 2-ից 3-րդ դարերում Հռոմն արդեն մեր դաշնակիցն էր։ это уже было Ու բնականաբար տաճարներ կառուցելիս թագավորները դրանք կառուցում էին գերիշխող ոճի համապատասխան։ Հեղինակների մի մասը տաճարի կառուցումը վերագրում է կամ առաջին Արտաշեսյանների եւ կամ Երվանդյանների թագավորության ժամանակաշրջանին, այսինքն մեր թվարկությունից առաջ 3-ից 2-րդ դարեր։ Մյուսը տաճարի կառուցման ժամանակը համարում է մեր թվարկությունից առաջ առաջին դարը։ Ոմանք այն դիտում են իբրև մեր թվարկության առաջին դարի, մի մասն էլ 2-րդ, 3-րդ եւ նույնիսկ 3-րդ, 4-րդ դարերի գործ։ Թվում էր, թե Մարտիրոս Սարյանի պատահաբար հայտնաբերած այս գտածոն հունարեն արձանագրությունը պիտի լույս սփռեր ժամանակագրական վեճի վրա։ Իմիջայլոց այս արձանագրությամբ քարը միջնադարում վերածվեց խաչքարի եւ դրվեց գերեզմանոցում։ Հելիոս Տիրիդատես մեծ հայքի թագավոր, տիրակալը կառուցեց ագարակը թագուհու համար եւ այս անառիկ ամրոցը իր թագավորության 11-րդ տարում։ Դա Գառնիի հունարեն արձանագրությունն է, որը տեղակայված է մուտքից ոչ հեռու։ Ժամանակին այն գտնվել է Գառնի գյուղի գերեզմանոցում, վերածված ուրեմն խաչակիր տապանակարի, իսկ երբ 1945 թվականին Մարտիրոս Սարյանը պատահաբար շրջելով գտավ այս արձանագրությունը, նրա վրա ուշադրություն սևեռեցին գրեթե բոլոր անտիկ ժամանակաշրջանով զբաղվող հայ գիտնականները եւ մի շարք այլ օտար խոշոր արևելագետներ։ Երկար ժամանակ վիճում էին, թե արձանագրության վրա հիշատակվող Տրտած Տիրիդատեսը ով է, Տրտած երկրորդը, Տրտած երրորդը, թե Տրտած առաջինը։ Քանի որ արձանագրությունը սկսում է մի հատուկ այսպիսի բանաձևով Հելիոս Տիրիդատես Բազիլեոս Մեգալոս Արմենիա, որը նշանակում է Հելիոս Տրտած մեծ հայքի։ Շատ հետաքրքիր է, որ այնտեղ նշված է մի ուրեմն թվական կառավարման 11-րդ տարում, որը պետք է նույնացվի 77 թվականի հետ, մեր թվականության դա այն տարին է, երբ վերջականապես ավարտվեց ամրոցի շինարարությունը եւ ուրեմն ավարտվեց նրանում գտնվող նաեւ Գառնիի հեթանոսական տաճարի շինարարությունը։ Այստեղ թեև չի շեշտվում տաճարի կառուցումը, սակայն կարծես թե պարզից էլ պարզ է, որ հստակորեն փաստվում է Տրդատ առաջինի կողմից առաջին դարի երկրորդ կեսին ամրոցի տարածքում իրականացված շինարարական գործունեության եւ տաճարի կառուցման հանգամանքը։ есть очень интересно. Շատերն են հիշատակում Մովսես Խորենացուն, սակայն մոռանում են մի բան։ Այն, որ Մովսես Խորենացին գրում է, որ Տրդատն իր քրոջ Խոսրով Դուխտի համար Գառնիում ավարտել է շինությունը եւ ոչ կառուցել։ Չգիտես ինչու տուն Հովանոցը թարգմանում էին իբրև տուն Հովանոց, իսկ Մահարձանուկ բառը պարզապես արձան կամ ինչ-որ նման մի բան։ И мы забываем. Բացի այդ, ով էր Խոսրով Դուխտը, մենք նրան ընկալում ենք պարզապես իբրև արքայի քույր, բայց ներեցեք, ինչու Տրդատն ընդունեց քրիստոնեությունը, ով նրան դրդեց, Խոսրովի Դուխտը։ Երբ Գրիգոր Լուսավորիչը անցնում էր Հայաստանով ու քրիստոնեություն քարոզում, ով էր նրա հետ գնում, նա միշտ քարոզիչների կողքին է եղել։ Տրդատի համար շատ կարևոր էր, որ առաջին սրբերի մեջ լիներ արքայական տան ներկայացուցիչ, ուստի նա անտիկ տաճարը վերափոխեց դամբարանի։ Ժամանակին բոլորն էլ այս կառույցը ընդունել են ոչ թե իբրև անտիկ տաճար, այլ Խոսրովի Դուխտի դամբարան։ Հենց այդ պատճառով է, որ եկեղեցին կառուցվեց նրա հարևանությամբ։
Մովսես Խորենացին իր ուշագրավ տեղեկությամբ մի կողմից լույս է սփռում պատմական վկայությամբ փաստելով տաճարի կառուցումը, մյուս կողմից ավելի խճճում պատկերը, այստեղ ավելացնելով նոր դերակատարներ։ Զայսու ժամանակավ կատարետ էր դաթը շինված ամրոցին գառնվո, զորվոր ցակար եւ կոփացով իմոք, երկաթագամ եւ կապարով մածուցյալ, հուրում շինյալ եւ տուն հովանոց, մահարձանոք, սքանչելի դրոշմվածք, բարձր քանդակավ, ի համար քեր յուրո Խոսրովի դխտո եւ գրյալի նմա ըս հիշատակ յուր հելենացի գրով։ Ամեն ինչ հեշտ կլիներ, եթե չլիներ տաճարի կառուցման մասին հուշող հունարեն արձանագրությունը։ Հելիոս Տիրիդատես։ Հելիոս այսինքն արև։ Արդյոք սա չէ հուշումը, ում էր նվիրված տաճարը եւ ում էր պարտական կանգուն մնալու համար։ Ուսումնասիրել են մի շարք ճարտարապետներ, Ալեքսի Սահինյանին հաջողվեց փայլուն կերպով իրականացնել տաճարի վերաշինումը, որը ինչպես հայտնի է կործանվել էր 1679 թվականի երկրաշարժից հետո եւ միայն նրա հարթակը ստիլոբատն էր տեղում մնացել։ Ահա վերակառուցումից հետո բոլորիս առաջ կանգնեց մի շատ հետաքրքիր շինություն 9 բարձր աստիճաններով, որոնց թիվը համապատասխանում է Կամիլա Տրևերի Հայաստանում ընդունված սոցիալական 9 աստիճաններին, եւ այս աստիճաններից դեպի աջ եւ ձախ տեղադրված են ծնկի վրա իջած մեկական ատլանտներ կամ ատլասներ։ Ատլանտները իրենց ձեռքերը վեր են պարզել եւ բնականաբար դրանք կարծես հուշում են, թե տաճարը ինչի հետ պետք է կապված լինի, ում պաշտամունքին պետք է վերաբերի։ Տաճարի դեկորի մեջ կան արիուցներ եւ ուրեմն արիուցը արդեն հուշում է, որ արևի աստվածության, տվյալ դեպքում նրա տարատեսակներից մեկի Արեգ Ապալոն դիր Միհրի հետ պետք է կապված լինի այս տաճարը։ Մենք ստիպված ենք վերադառնալ Գառնի, Միհրի պաշտամունքի հնարավոր հետքերը հայտնաբերելու համար։ Ցավոք, եղանակը այնքան էլ բարենպաստ չէ, որքան մեր առաջին այցի ժամանակ։ Միհրը հին աշխարհում առավել տարածված աստվածություններից մեկն էր։ Հնդիրանական խաղաղության եւ դաշինքի արևի աստվածությունը, հին հայոց դիցարանում երկնային լույսի եւ արեգակի աստվածը, Արամազդի որդին, Անահիտի եւ Նանեի եղբայրը։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով Միհր, իսկ 7-րդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով Մեհեկան։ Միհրի անունից է ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը Մեհյան։ Պիլինիոս ավագը հիշատակում է, որ Հռոմում Տրդատը Ներոն կայսերը մասնակից է դարձնում մոգական մի ծեսի, որի ընթացքում նրան անվանում է իմ Միտրա, իմ Միհր, եւ վերջապես ովքեր են այս ատլանտները։ Արդյոք նրանք Միհրի խորհրդավոր օգնականներ, Կաուտեսն ու Կաուտոպատեսը չեն։ Դիոն Կասիոսի վկայությամբ Միհրի պաշտամունքը հռոմեական կայսրության արևելյան շրջաններում առանձնապես մեծ տարածում գտավ հատկապես Կորբուլոնի ղեկավարությամբ գործող լեգիոններում։ Հետաքրքիր է, որ մինչև մեր օրերը Միհրին նվիրված տաճարների ուսումնասիրությունը բավական բարդ խնդիր է եղել Հայաստանում, քանի որ անընդհատ այս տաճարները համեմատվել են արդեն հռոմեական կայսրության արևմտյան եւ կենտրոնական շրջաններում եղած Միհրին նվիրված, ավելի ճիշտ հռոմեական Միտրային նվիրված տաճարների հետ, որոնք կոչվում են Միտրեումներ։ Սա մի երկար սրահ է, երկու կողմերից
նստարաններով, մուտքի դիմաց մյուս լայնական պատի առաջ դրված է զոհասեղան միտրային նվիրված, նրա տարբեր կողմերում զանազան ռելիեֆներ են, այդ թվում նաև միտրան, որը սպանում է ցուլին, ատլանտները, արևը եւ լուսինը, միտրայի ուղեկիցները եւ սրանով ամբողջանում է այս շինությունը, որի զոհասեղանի վերևում սովորաբար լինում է մի անցք երթիկ կապված որոշակի իհարկե ծեսական առանձնահատկությունների հետ։ Տաճարի վրա առկա պատկերագրական տարրերը եւ խորհրդանիշերը գրեթե կասկած չեն թողնում նրա նշանակության վերաբերյալ։ Այստեղ յուրաքանչյուր դրվագ լրացնում է մեկը մյուսին։ Երբ ուրեմն Միհիրի պաշտամունքը Պարթևներից եւ հատկապես Հայաստանից տարածվեց դեպի Կապադովկիա, Սիրիա, իսկ այնտեղից հռոմեական զանազան կայազորների կողմից ընդունվելով արդեն դարձավ նույնիսկ Հռոմում հռոմեական ուրեմն արևի աստվածություն, ռազմական աստվածություն, ապա նրա շուրջ ձևավորվեցին զանազան պատկերագրական էլեմենտներ։ Դրանցից մի զույգը ատլանտներն են, քանդակների վրա, ռելիեֆների վրա, որը պատմում է Միհիրի կամ Միտրայի պատմությունը, նրա ոդիսականը։ Մենք տեսնում ենք կենտրոնում պատկերված Միտրային, որը դաշինահարում է ցուլին եւ ցուլի արյունից պետք է առաջանար աշխարհի վրա կյանքը, բուսական, կենդանական աշխարհը։ Նա ունի մի շարք ուղեկիցներ։ Այս ուղեկիցներից են կարիճը, շունը, նրա երկու փոքրիկ օգնականները, Կաուտեսը եւ Կաուտոպատեսը, որոնք արշալույսի եւ մայրամուտի աստվածություններն են ջահերը ձեռքերին։ Մյուս կարևոր էլեմենտը այն է, որ այս ռելիեֆների եզրերին միշտ պատկերված է մեկը կամ երկուսը, որոնք մերկ կիսանդրիով ձեռքի վերևում պահել են ինչ-որ գունդ։ Իհարկե դա արևն է եւ սա մի պատկերագրական սյուժետ է, որը գոյություն ունի հին Հայաստանում Վանի թագավորությունից, Շիվինիի պատկերագրությունից եւ ակնթայտորեն ատլանտները հուշում են, թե կենտրոնում ով պետք է լիներ փոխաբերական կամ ուրեմն ամիջական ուղղակի առումով կենտրոնում պետք է լինի արևի խորհրդանշանը, տվյալ դեպքում Միտրան։ Սովորաբար Միհրին նվիրված տաճարներում այստեղ բեմի վրա, պատվանդանի վրա լինում էր Միհրի արձանը, որը մեծ մասամբ կռվում էր ցուլի հետ։ Եվ ահա վերջերս հայտնաբերվել է այս ցուլի գլուխը։ Հետաքրքիր է, որ ինչպես խորենացին էր գրում, որ արձանը ջարդեցին եւ թափեցին ձորը, հենց ձորից էլ հայտնաբերվել է, ահա նայեք այս գլուխը, այս հրաշալի ցուլի հոյակապ գլուխը, ապացուցում է, որ Գառնիի տաճարը հենց նվիրված է եղել Միհրին եւ հենց այստեղ եղել է Միհրի արձանը, որը մենամարտում էր ցուլի հետ։ Ինձ համար սակայն մի հարց մնում է անպատասխան։ Ինչու բազում հեթանոսական հիմնահատակ ավերված մեհյանների, բագինների կողքին այս մեն միակը մնաց կանգուն։ Համոզված եմ, որ չկա մեկ այլ վայր, որտեղ քրիստոնեական եկեղեցին այսպես կիպ կպած լինի հեթանոսական տաճարին։ Սա 7-րդ դարում Ներսես 3-րդ Տայեցի կաթողիկոսի կառուցած Սուրբ Սիոն եկեղեցին է, ավելի շուտ այն, ինչ մնացել է նրանից։ Մեր հաղորդումներից մեկում մենք արդեն անդրադարձել ենք այս մեծանուն այրի եւ նրա գլուխգործոցների, Զվարթնոցի եւ Զվարթնոցատիպ եկեղեցիների պատմությանը։ Ինչու եւ ինչպես հեթանոսական տաճարը մնաց կանգուն 4-րդ դարում, երբ քրիստոնյա հավատը տարածվեց ողջ հայոց մեջ, 7-րդում, երբ նրա կողքին կառուցվեց այս եկեղեցին եւ միայն 17-րդ դարի ավերիչ երկրաշարժը տապալեց նրան։ Միտրեումները, ինչպես նաեւ Հայաստանի տաճարները ունեցել են նույն ճակատագիրը, երբ որ քրիստոնեությունը ընդունվեց Միջերական ծովի ավազանում եւ քրիստոնյա արևելքում, ապագա քրիստոնյա արևելքում դրանք ուղղակի փակվեցին։ Այն հույսով քուրմերի կողմից, որ մի օր նորից այդ դռները կբացվեն եւ ինչպես Սասունցի Դավթին նվիրված մեր էպոսում մահերի դուռը պետք է բացվի եւ մահերը այնտեղից պետք է դուրս գա, մի օր կբացվի նորից Միտրեոնի դուռը եւ այնտեղից դուրս կգա Միհրը, արդարություն հաստատելով աշխարհի վրա։
Ինչպիսին է Գառնի ամրոցի իրական պատմությունը։ Շատ հարցեր ու դեպքեր մնացել են մթության քողի տակ եւ անգամ վիժի արեգակնային լույսը ի վիճակի չէ ցրել ժամանակի խավարը։ Քանի քուր մարգաների սերունդներ են անցել այս տաճարի միջով եւ ում ենք պարտական, որ այդ տաճարը հարատևել է։ Մենք անցանք ժամանակի մութ միջանցքների միջով, թե որքանով դրանք լուսավորվեցին, դատեք ինքներդ։ Մեծամոր ասելով, մարդիկ պատկերացրել են մետաղած ուլարաններ, պաշտամունքային կառույցներ, իմաստուն քրմեր։ Խոսքը գնում է մետաղի մասին, որը այժմ չեմ կարող ստանալ։